Բայց ինչ է անում ընդդիմությունը, որ Նիկոլ Փաշինյանը պահում է իշխանությունը։ Մի օր միտեղ պրտվելու է։ Որտեղ դուք եք ընդդիմությունը, դուք պետք է ասեք։ Նախ, չէ։ Ինչի՞։ Որովհետև իմ Դուք եք չէ խոստացել, որ պետք է հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Լավ, 70 տարի Հայաստանում դաշնակցությունը չի եղել, բայց դաշնակցությունը ունեցել է առանցքային դերակատարություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անպարտելի է։ Որ Նիկոլ Փաշինյանը մեր համար մնում է դավաճան։ Միշտ գալիս էր հասնում էր ինչ-որ կետի, որ պետք է տեղի ունենար գործողություն, եւ մարդիկ գնում էին տուն, մարդկանց ուղարկում էին տուն։ Բայց այդ ստորագրությունների քանակը չի բավականացնում այդ անտեր գործընթացը սկսելու։ Ոչ միայն Հայաստան խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցություններ, այդ խմբակցությունների ազգային ժողովում լինելու իմաստը։ Դեռ ավելի ԿՊ-ից դուրս եկած երկու պատգամավորին չեմ կարողանում համոզել բերել։ Նիկոլ Փաշինյանը խաբել է, օքեյ, ընդդիմությունը խաբել է։ Որովհետև Գեգամ Մանուկյանը հայտնվել է խորհրդարանում, 3 օր հետո եղել է փողոցում։ Հայաստան խմբակցությունում ով է որոշումներ կայացնում, Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ։ Այ մասը մահացան գալու է այդել կուզարկի։ Նորից Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է լինելու օրակարգում։ Որոնք պարոն մազերտ ներկում է։ Շուտով բան չմնաց, հեսա, թե Ժաշուն, թե Շգարուն, 2021 թվականից ամեն օր լսում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են։ Այս ընթացքում լաուն զարթնեց, ապա նորից քնեց, եւ մենք այս տեմպերով հասանք նրան, որ հաշված օրեր են մնացել ազգային ժողովի հերթական ընտրություններին։ Ողջույն, այսօր իմ հյուրն է ՀՅԴ անդամ, Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը։ Ողջույն, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ եկաք։ Ինչու այսպես ստացվեց։ Նախ համաձայն չեմ այդ ձեր ձևակերպման հետ, թե Ժաշուն, թե Շգարուն, իրականում դա քաղաքական տերմինոլոգիայի մեջ տասնամյակների պատմություն ունի եւ իներցիայով պարբերաբար կրկնում ենք եւ տարբեր փուլերում ընդդիմության տարբեր կառույցներ, տարբեր կուսակցություններ եղել է, որ թե Ժաշնան, թե Շգարնան խոստումներ են տվել, բայց այդ տարիների նման խոստումները զուգակցվել են նաև ամառային հանգստի հետ, արձակուրդների հետ, որը վերջին տարիներին դեռ հատկապես հիշատակած 21 թվականից հետո երբեք չի եղել։ Եվ իրականում մեր երկրում արդեն տևական ժամանակ այդ սովորական մարդկային կյանքի ամառային արձակուրդ, չգիտեմ, ձմեռային արձակուրդ, այդ ամեն ինչը վերացել է։ Իսկ ինչու է Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա մնում իշխանության, որովհետև այն կրքով, որ ինքը իշխանությունը պահում է, այդ նման կիրք նրան հեռացնելու համար ուղղակի գերմարտկային ուժի պահանջմունք կարող է լինել, որ հնարավոր լինել հեռացնել, որովհետև Գիտեք, բոլոր տարիներին էլ իշխանությունները բնականաբար քաղաքական ներքաղաքական պայքարում, ընդդիմության հետ պայքարում միշտ էլ փորձել են դիմագրավել ընդդիմությանը եւ պահել իշխանությունը։ Ես անցնող Հայաստանի նորանկախ Հայաստանի ամբողջ քաղաքական պատմության գոնե ականատեսը վկան, ինչ որ առումով նաեւ մասնակիցն եմ, ես չեմ մտաբերի երբեք իշխանության կողմից այս կրկոտությամբ թույլատրելի, չթույլատրելի, օրինական եւ հատկապես անօրինական մեթոդներով այն ձևերով, գործիքներով, որ իշխանությունը պահում։ Բայց ինչ է անում ընդդիմությունը, որ Նիկոլ Փաշինյանը պահում է իշխանությունը։ Օրինակ, այսինքն տեսեք, բազմաթիվ շարժումներ եղան հայ ընթացքում, դիմադրության շարժում, հայրենիքի փրկության շարժումներ, Զարթնիր Լաոն, Տավուշը հանուն հայրենիքի, Սրբազան պայքարը միշտ գալիս էր հասնում էր ինչ-որ կետի, որ պետք է տեղի ունենար գործողություն եւ մարդիկ գնում էին տուն, մարդկանց ուղարկում էին տուն։ Ինչու՞։ Նայեք, իրականում տեսեք, չենք ուզում հիշենք, թե ինչ էր կատարում։ Այդ երբ որ դուք ասում եք ինչ-որ քրիտիկական կետի էր գալիս, պետք է լիներ գործողություն, նախ շատ հաճախ ընդդիմությանը քննադատելուց բոլորն ասում են պետք է լիներ գործողություն։ Եկեք հստակեցնենք ինչն էր այդ գործողությունը։ 2018-ին ինչ գործողություններ արեցին։ Գործողություններ չարեցին։ Բա ինչ տեղի ունեցավ։ 2018-ին ես հիշում եմ, որ Ֆրանսիայի հրապարակում 100-150 հոգի մարդ փակել էր հրապարակը։ Ես նույնիսկ այդ ժամանակվա ընդդիմադիր գործիչներից մեկի հարցազրույցն եմ հիշում, որ դաջվել է մտքումս, այսպիսի ձևակերպում արեց. ոստիկանությունը կիրառում է հանցավոր անգործություն
եւ չի բացում Ֆրանսիայի հրապարակը։ Ասում էր ընդդիմության ներկայացուցիչը։ Այսինքն դուք հակված եք նրան, որ 2018-ին ոչ թե տեղի ունեցավ հեղափոխություն, այլ իշխանությունը տվեցին։ Ոչ։ 2018-ին իշխանությունը այն կրքով, ինչ կրքով որ հիմա Փաշինյանը պահում իշխանությունը անօրինական մեթոդներով, 2018-ին իշխանությունը չդիմեց նման գործողությունների։ Չէր ուզում պահել իշխանությունը 2018-ին։ Չէ, նորից 2018-ին իշխանությունները չդիմեցին անօրինական գործողությունների այն ծավալին, ինչ որ այսօրվա իշխանությունը իրականացնում է։ Դիցուք ես թարգմանիչը չեմ անցնող իշխանությունների գործողությունների եւ տրամաբանության, բայց պայմանական մի պահ տեղափոխվենք 2018-ի այդ օրերի գործողությունները 2025 թվականի դեկտեմբերի 12։ Ռադիոտան շենքը մտնել է, գրավել է եւ այլն։ Անօրինական էր ռադիոտան շենքը գրավելուց կանոնավորել Նիկոլ Փաշինյանին, չէ՞, կալանքը անօրինական էր։ Իշխանությունը այդ ժամանակվա տրամաբանությամբ չթանկացավ լարել իրավիճակը եւ չդիմեց այն գործողություններին, որը այսօր կհաջորդեր։ Տեսեք, երեկվա դեպքը Արցախի ներկայացությունում ամենացայտուն վկայությունն է։ Ինչ կատարվեց 1 օր առաջ Արցախի հանրապետության խորհրդարան ազգային ժողովը գումարեց նիստ, լսումներ եւ եղան տարբեր ելույթներ։ Ելույթներից մեկը, որը ավելի ծայրահեղական մոտեցում էր, ես նախաձեռնեցի Արցախի խորհրդարանի ղեկավարության, ասեմ հստակեցրեք այս զեկույցները, որ ամբիորից հնչում են, ձեր պաշտոնական տեսակետը թե ոչ։ Արցախի խորհրդարանի պատասխանատուները նախագահ, փոխնախագահ հայտարարեցին, որ սա անհատական տեսակետ էր եւ մեր դիրքորոշմանը չէր անբացառում։ Դուրս ենք եկել ընդմիջման, ասեմ ժողովուրդ, եւ ելույթումս էլ եմ ասել, ասում մենք քայլում ենք ականապատ դաշտում եւ ամեն մի արտահայտությունից հետո կարող է պայթյուն տեղի ունենալ։ Բայց դա նոր է, պարոն Մանուկյան։ Մայիսի 9-ին ինչը խանգարեց Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ։ Մայիսի 9-ին հիշում եք ինչքան մարդ կար հանրապետության հրապարակում։ Ինչ տեղի ունեցավ, ինչ գործողություն տեղի ունեցավ, որ իշխանությունները խոչընդոտեցին։ Դուք ինչ եք ակնկալում մայիսի 9-ին։ Օրինակ, որ մարդիկ հրապարակից տուն չգնային, օրինակ։ Գիտեք, պահանջեն վարչապետի հրաժարականը, այնքան ժամանակ վարչապետի հրաժարականը։ Գնացին տուն։ Ոչ, տուն չգնացին։ Բան չարեցին։ Գնացին հանրային հեռուստաընկերության պահանջելով ուղիղ եթեր։ Ես բոլոր փաստերը, դեպքերը հստակ հիշում եմ։ Մայիսի 9-ին հանրապետության հրապարակից երթ կազմակերպեց դեպի կառավարական համառանոցներ։ Հենց ավալը ժողովրդի, որ մայիսի 9-ին ներկա էր, եւ այս իշխանությունը այդ պորոտա խոսում էր, այ եթե փողոցներում 100,000 մարդ լսվի, ես պատրաստ եմ հրաժարական տալ, բնականաբար ի պատասխան դրա ոչ թե հետևեց իշխանության հրաժարականը, այլ եթե տրամաբանության մեջ պահանջում էր պայմանական 1000 ոստիկան փողոց անել, ինքը անեց 5000 ոստիկան։ Okay, բայց մարդիկ ի վերջո չմնացին, չէ՞, փողոցում, այսինքն մարդիկ գնացին տուն։ Լավ, նայեք, բոլորը այդ ձևակերպումը կտրուկ գործողություն, որովհետեւ մեկը անկեղծ չի հրապարակային ասում, ի վերջո ինչ է պատկերացնում կտրուկ գործողություն։ Որտեղ դուք եք ընդդիմությունը, դուք պետք է ասեք։ Նախ, չէ։ Ինչի։ Որովհետև իմ գործողությունը։ Դուք եք չէ խոստացել, որ պետք է հեռացնեք Նիկոլ Փաշինյանին։ Լավ, հիմա ինձ կամեք անարգանքից չունին կամ խաչել։ Չէ, ես իմ վրա եմ վերցնում։ Համարեք, ես եմ թիվ 1 պատասխանատուն եմ ամեն ինչի, ես եմ հայտարարել, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել։ Ես չեմ ուզում որևէ արդարացում բերեմ, որևէ բացատրություն բերեմ, նորից վերաշարադրեմ ու վերապատմեմ, որ գիտեք, այն հազարներով ձերբակալվածները, ոստիկանություն բերման ենթարկվածները, ամիսներով անազատության մեջ գտնվողները, էդ էլ է մի կողմ դնում։ Բայց իրականությունը սա է, որ այո, չի հաջողել։ Չեմ էլ ուզում նստեմ մեր ժամանակը վատնենք վերաշարադրելով, թե ինչ առարկայական եւ ենթակայական պատճառներով դա չհաջողեց։ Դա կարևոր է, որպեսզի հասկանանք, որովհետեւ ասեք, եթե մենք չենք վերլուծում նախկինի սխալները, չենք կարողանում հասկանալ ինչ անել։ Դա սխալ չի, դա լրիվ ուրիշ իրականություն է, կրկնում եմ, այսօր այն բիրտ անթույլատրելի բոլոր մեթոդներով, որ պայքար է մղում, որևէ կազմակերպած ընդդիմություն, որևէ պայմաններում միգուցե չհաջողի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անպարտելի է։ Չէ, անպարտելի չի։ Դա անպարտելիություն չի, դա ավելի շատ ջղաձիկ գործողություն է, որը մի օր միտեղ բրտվելու է, ինչպես։
Տեսեք, պարոն Տեսեք, Մանուկյան։ նայեք, երեք ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հարցում եմ տվել։ Ինքը абսուրդի ժանրից է։ Ես չեմ պատկերացնում աշխարհում որևէ երկրում, որևէ խորհրդարանի падգամավոր իրենց անվտանգության մարմնին այդ բովանդակությամբ հարցումով են։ Բայց քանի որ մեր երկրում դա հնարավոր է, հարցումը հետեւյալն է բովանդակությունը, որ պաշտոնապես Նիկոլ Փաշինյանն էլ ընդունել, որ Շիրակի թեմի հոգևորականների հետ զրույցներ են ունեցել ԱԱՑ պաշտոնյաները հորդորելով զեղչել պատարագիչ վեհապարին վերաբերող հատվածը։ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի կառավարությունով հաստատած ԱԱՑ կանոնադրության, որ հոդվածի հիման վրա է ԱԱՑ պաշտոնյան մասնակցում սահմանադրությամբ ինքնավարություն ունեցող հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրոնական արարողության պատարագի բովանդակության վերախմբագրման։ Երբեք որևէ իշխանության մտքով չի անցած լինի նման մի գործառույթ տալ ԱԱՑ-ի ձեռք։ Դուք ընդհանրապես նշեցիք մի դեպք, որոնք բազմաթիվ են եղել այս ընթացքում, հա, այսինքն 2021 թվականից սկսած ամեն դեպքում մենք լսել ենք բազմաթիվ ապահովությունների մասին։ Եկեք հստակեցնենք, հենց 18-ի առաջին օրը։ 18-ի առաջի օրից, օրինակ, դուք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցում եք, ձեր ուժը, հա, չեք տեսնում բա այդ ապօրինությունները, այսինքն ի սկզբանե ճանաչում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանին։ Առաջին օրը այդ համաժողովրդական ճնշման տակ, երբ որ երկիրը ուղղակի եռում էր եւ ակնկալի կար ինչ-որ փոփոխության, Դաշնակցությունն ասաց փորձեմ այս իրավիճակում մասնակիցը դառնալ փոփոխությունների։ Դրա համար մաս դառավ կառավարության, բայց առաջին իսկ անօրենությունը, որ եղավ, նայեք, կառավարության անդամ լինելով նույն հուլիսի Դաշնակցությունը հայտարարությամբ դատապարտեց Ռոբերտ Քոչարյանի ձերբակալում կառավարության անդամ լինելով։ Հոկտեմբերին այլևս, երբ որ այդ անօրենությունները հորդեցին փողոց, դուրս եկավ կոալիցիայից։ 19 թվականին, երբ որ որևէ մեկը չէր մտքի ծայրով անցկացնում, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի դեմ հրապարակային թթու խոսք ասել, Դաշնակցությունը առաջին անգամ ազատության հրապարակում հանրավակար է։ Եվ թեզերը հիմա որ ետադարձ նայում ենք, զգուշացումներն են, դեղին քարտ ակցիաներ, Արցախի հարցում բանակցություններում, իրավական համակարգում անօրինականություններ, ժողովրդավարությունից նահանջ, տնտեսական հարաբերություններում անօրինականություններ, այս բոլորը 19 թվականին արդեն իսկ բարձրաձայնված է, ժամանակ Դաշնակցության ասում դու գիշեք ով կգա հանրավակի։ Պարոն Մանուկյան, բայց տեսեք, Դաշնակցությունը գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ կոալիցիայի մեջ է եղել, բացի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից դե պարզ է, այսինքն Ռոբերտ Քոչարյանի հետ սերտ համագործակցել եք, Հանրապետականի հետ, Վարկաբաջ Հայաստանի հետ, Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, բոլոր նախկին եւ ներկա իշխանությունների հետ Դաշնակցությունը ինչ որ մի փուլում կոալիցիոն գործընկեր է եղել։ Մի փուլում էլ եղել է ընդդիմություն եւ բավական տևական փուլ։ Այո, ինչպես է ստացվում, այսինքն որ Դաշնակցությունը ի սկզբանե կոալիցիա կազմելուց դուք չեք հասկանում, արդյոք այդ ուժի հետ ունե գաղափարական ընդհանրություններ։ Նայեք, եկեք, ես չեմ սիրում էլի, որ 3-4 տարի առաջվա պատմության մասին գնահատականներ են տալիս, կարծես մենք չենք եղել։ Եկեք կոալիցիաների ընդհանրապես պատմության մասին խոսենք։ Հայաստանում առաջին անգամ կոալիցիա ձևավորվել է 2003 թվականին։ Հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ։ Երբ որ Հայաստանում կոալիցիա քաղաքական որպես ձևակերպում նույնիսկ անհայտ է։ Ես հիշում եմ այն ժամանակ մերոնք նաև միջազգային փորձը ներկայացնելով այդ միսուարուն էին տալիս կոալիցիոն գործընկերության հարաբերություններին։ Պետք է հիշեցնել, որ տարբեր ժամանակներ որ թվականից սկսենք 91 թվականից եմ սկսում։ 91 թվականից քանի որ խորհրդարանական համակարգ է, 90 թվականին արդեն գերագույն խորհուրդ կար, որը սինթեզն էր կոալիցիա, քաղաքական պայքար, գաղափարական պայքար, որտեղ գերագույն խորհուրդը 90 թվականի մայիսի 27-ին երբ որ ընտրվել է, այսպես եմ, երկու բաժանում էր՝ կոմունիստական կուսակցություն եւ ՀՀՇ։ ՀՀՇ-ն պայմանական եմ ասում, ՀՀՇ զուտ կուսակցական չէր, այլ ով այդ ժամանակվա Արցախյան շարժման այդ գաղափարներով փողոցում էր եւ այլն, այդ ուժը հաղթեց կոմունիստական կուսակցության, բայց շատ արագ Գերագույն խորհրդում ձևավորվեցին տարբեր կուսակցություններ։ Գերագույն խորհրդում կար եւ Դաշնակցություն, եւ ՍԻՄ, եւ Հանրապետական կուսակցություն, ԱԻՄ, կոմունիստական կուսակցություն,
Ռամկավարազատական կուսակցություն, մի հսկայական մեծ խճանակար որ Գերագույն խորհրդում կան։ 95 թվականի խորհրդարանական ընտրությունների հետո կոալիցիա որպես այդպեսին չեն կարող ձևակերպել, բայց պետք է նկատի ունենանք, որ իշխող ուժ որպես այդպեսին, որը հրապարակի չափ հանրապետական կուսակցություն կար քրիստոնյա դեմոկրատներ, ռամկավար լիբերալ դեմոկրատներ, այսինքն տարբեր փուլերում տարբեր կուսակցություններ տարբեր ձևաչափերով երկրի կառավարմանը մասնակցել են։ Այո, մասնակցել են, բայց դաշնակցությունը միշտ եղել է շարունակեմ։ առանցքային կետերով։ Շարունակեմ, հա, որովհետև դաշնակցությունը, այսինքն բան չի, ինչ որ մեկ բազմոցի կուսակցություն չէ։ Հայաստանի ու հայ ժողովրդի 135 տարվա կյանքում Հայաստանում դաշնակցությունը եղել է կամ չի եղել, դա չի նշանակել, որ դաշնակցությունը առանցքային դերակատարություն չի ունեցել։ 70 տարի Հայաստանում դաշնակցությունը չի եղել, բայց դաշնակցությունը ունեցել է առանցքային դերակատարություն։ Բոլոր կոմունիստական ղեկավարները պլենումներում իրանց ելույթներում հատուկ հատված ունեին դաշնակցության դեմ, Սփյուռքում դաշնակցությունը, այսպես ասեմ, տեր ու տիրականն էր ամբողջ Սփյուռքի կազմակերպման աշխատանքի, ինչ վերաբերում է կոալիցիաներին։ Մենք մոռանում ենք մի կարևոր բան, մեր երկրի 20 տարվա զարգացման մեջ անկախ հարցերի, այսինքն վեճը եղել է այս բաժակը այսպես պետք է դրվի, թե բաժակը պետք է այսպես դրվի, բայց երբ որ եղել է անկյունաքարային բանավեճ, ինչպես 2009 թվականին Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների ապագայի շուրջ, դաշնակցությունը առանց վարանելու մեկ օրվա մեջ հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս կոալիցիայից եւ իդեպ 10 տարի կոալիցիայի մեջ գրեթե 10 տարի չի եղել։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Մի անգամ կոալիցիայից դուրս գալուց առաջ էր 2007 կամ 8 թվականի սկիզբն էր, մեր դաշնակցության այդ օրերի բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ իր այգու հետ կապված բան կար, գնունի շուկան հայտնի։ Գնունի շուկայում ենք, հետո մի քանի օր հետո վաճառողներից մեկն է Ջավախցի է, շատ դա մարդ է։ Մի օր ասեց, այն նորը որ եկել էր դաշնակցության շեֆն էր, չէ՞ դա։ Ասաց, հա, համ երկու բառ ուզում եմ ասել, ինչ։ Ասում է, ադե լրիվդ էլ նույնն է, բան, փորձում եմ հակաճառել, ոնց որ ես հաղորդման ընթացքում եմ։ Չէ, ասում է, դուք պաշտոնը տեսել եք էլ վեր։ Ում լսի, գալու է մի օր, երբ որ շատ կարևոր հարց է լինելու անկյունաքարային։ Մի օրվա մեջ դաշնակցությունը կառավարությունը դուրս է գալ։ Չի լինի այդ բանը։ Այդպես անհույս չի լինի այդ բանը։ 2009 թվական ապրիլ շաբաթ օրը շատ լավ հիշում եմ։ Հրանտ Մարգարյանը զանգահարեց, ասաց՝ «Գյամ, մի ժամից բյուրոյի հայտարարությունն է կոալիցիայից դուրս գալու»։ Առաջի բանը որ արել եմ, նստել եմ մեքենա, քշել եմ գումի շուկա, գնացել եմ այդ մարդուն տեսել եմ, ասում եմ՝ «Հիշում ես, ես քեզ մի անգամ ասի, որ դաշնակցությունը մի օր կարևոր հարցի շուրջ կոալիցիայից դուրս է գալու»։ Մի ժամից դաշնակցությունը կոալիցիայից դուրս է գալու, որտեղ իմ համար շատ կարևոր է այդ մեր մի հայրենակցի համոզմունքը, որ երբ որ սկզբունքային հարց լինում է, այս կուսակցությունը սկզբունքային դիրքորոշում է, որտեղ հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության համար անկյունաքարային հարցեր հայ-թուրքական հարաբերությունները։ Եվ երբ որ ասում են դուք կոալիցիայի մեջ եք եղել, նաև ուզում հիշել պարտադիր, որ լավ 9 տարի էլ կոալիցիայի մեջ չենք եղել, որը չի խանգարել, բայց մի անկյունաքարային հարց կա։ Մենք ամեն ինչը պետք է նայենք Ավելի լավ չէ լինի, որ այդ ժամանակ աջակցեք նույն Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, ինչու։ Հիմա ավելի վատ չի։ Մի համեմատեք սրա հետ։ Որտեւ ես ժամանակի տարածության մեջ եմ ուզում ապրել։ Ես չեմ կարող հիմա նստել ասել, այ գիտեք 91 թվականին եթե սա չլիներ, ապա սա կլիներ, որտեւ ես խոսում եմ 2025-ի դիրքերից։ Նույնիսկ սրանք հիմա որ երբ որ քննադատում են, այ տեսեք բյուջեն դարձել է զինված ուժերի 1.5 միլիարդ դոլար, այ տեսեք ինժեներական աշխատանք եք իրականացնում։ Միշտ օրինակը բերում եմ, ասում լսեք, սովետի ժամանակ դասագրքերում կար այսպիսի մի բան։ Ինչ որ համեմատում էին սովետի հետ, համեմատում են 1913 թվականի ցարական Ռուսաստանի արդյունաբերության հետ։ Պարոն Մանուկյան, բայց հիմա որ ունենք այս վիճակը, գալիս է անցյալում արված քայլերից, չէ՞։ Բա ինչի՞ց է գալիս։ Այսինքն անցյալում նույն 2018 թվականից սկսած ինչ որ գործողություններ են արել քաղաքական ուժերը, նույն նախկին իշխանությունները, որ տեղի է ունեցել 2018 թվականը, ինչի է տեղի ունեցել, ինչի մարդիկ դուրս եկան փողոց։ Ի սկզբանե, ինչի էին դժգոհ։ Եկեք հիշենք մարդիկ ինչի դուրս եկան փողոց։
Մարդիկ դուրս եկան, որտեղ ունեին դժգոհություն։ Այո։ Մարդիկ դուրս եկան, որովհետև անարդարության այդ զգացումն էր։ Մարդիկ դուրս եկան, որտեղ հանրային գիտակցության մեջ կոռուպցիայի ընկալումը տոտալ համատարած էր, այսինքն բաներ, բոլորին թվում էր ամեն ինչը կոռուպացված է։ Բայց մարդիկ ինչի դուրս եկան փողոց, որտեղ մարդկանց ասեցին ժողովուրդ, այս արագաչափերն ու կարմիր գծերը վերացնելու է։ Ժողովուրդ, ես Արցախի արդյոք իմացեք, որ մինչև վերջ ոնց է հող հանձնողին հանձնենք հողին։ Նույն ՊՊՏ-ի ժամանակ Արցախի արդյոք որևէ զիջում գյուղացիներին ասեցին դեր այն վարկավորումները, որ կար անարդար խես գյուղացի խափեցին ժողովրդին բառից բուն իմաստով։ Եթե կոպիտ ասենք, խափեցին։ Հիմա նորից տեղափոխվենք 18 թվականի այս ամբողջ տերմինաբանությունը ենթադրել էր տալիս, որ այս ամեն ինչի փոփոխությունը պետք է լինի։ Բայց հիմա այն անպատկառությամբ, որ կարծես ոչ մի Բայց ընդդիմությունն էլ նույնն է արել։ 2021 թվականին ընդդիմությունը խոստացավ, հիշում եք, կրելու ենք։ Խոստացավ, որ գալու ենք ազգային ժողով, որպեսզի հեռացնենք Նիկոլ Փաշինյանին։ Հարգելյանի չեղավ։ Նիկոլ Փաշինյանն է ասում, չեղավ։ Ինչու է տարբերվում։ Եթե 2021-ին Հայաստան խմբակցության մասին եմ ասում, հայտնվեր ազգային ժողով, հաջորդ օրվանից դուք տեսնեք, որ այսպես ասեմ, շատ ջեր նորմալ հարաբերություն է, ինչ որ օրենքների քննարկումը, ամեն ինչը հեզասա լինում, ինձ մեղադրեք, բայց 2021 թվականի առաջին նիստի մեր ֆրակցիայի որոշմամբ կատարվել։ Ելել եմ հայտարարություն եմ արել, որ Նիկոլ Փաշինյանը մեր համար մնում է դավաճան, Արցախի հարցում, Հայաստանի ապագայի հարցում ամբողջությամբ զիջող, բայց ցավոք սրտի խորհրդարանական ընտրությունների ձայների քվեարկության արդյունքում պարտադրված ենք լինելու օգտագործենք խորհրդարանի հարթակը շարունակելով Եվ ոնց օգտագործեցիք, ձեզ մեղադրում են, որ այս ամբողջ ընթացքում նույն իմպիչմենտի գործընթացը ձեզ մեղադրում են, որ չկարողացաք նախաձեռնել անգամ իմպիչմենտի գործընթաց։ Ոչ միայն Հայաստան խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցությունն է, այդ խմբակցությունների ազգային ժողովում լինելու Հարգելի ջան, իմպիչմենտի գործընթացը, գիտեք, ի վերջո թվաբանություն է։ Հիմա դուք ինձ մեղադրում եք իմպիչմենտի գործընթաց չնախաձեռնելու մեջ, որը պարզ ժողովրդային լեզվով ասած, դուք պարզ ինձ ասեք, գեղամ չկարողացաք ԿՊԻ 10 քանի պատգամավոր վզներից բռնելով, սպառնալով, կամպրամատով, գաղտնալսումով, համոզելով, բացատրելով, սիրաշահելով բերեիք համաձայնության, որ իրանք դեմ լինեին Նիկոլ Փաշինյանին։ Եկեք տերմինախեղ չանենք, մարդիկ մեզ լսում են, պարզ հայերեն դա է, որովհետև իմպիչմենտի գործընթացի այդ բազան հիմա էլ ազգային ժողովում դրած է, Հայաստան խմբակցության պատգամավորներն էլ ստորագրել են, բայց այդ ստորագրությունների քանակը չի բավականացնում այդ անտեր գործընթացը սկսելու։ Բա ինչու՞ մեր ձեզ մեղադրում պատիվ ունեմ խմբակցությունը, որ մեղադրում են, ասում են ստորագրությունները չեք տալի, ուրիշ թերթիկի վրա եք գրել, ի՞նչն է պատճառը։ Էդ էլ վերջացավ։ Այդ թերթիկն էլ տվեցինք, ստորագրություններն էլ դրեցինք, հիմա այդ ստորագրությունները կան, բայց այդ քաղաքական մոլորեցման այդ գործընթացի մեջ պարզ հայերեն պետք է ասել ժողովուրդ ԿՊԻ-ից մենք չենք կարողանում բերել է 10 քանի պատգամավորին, դեռ ավելին ԿՊԻ-ից դուրս եկած 2 պատգամավորին չեմ կարողանում համոզել բերել։ Դրա համար էր որ ասում ենք Ժորժ ջան, մի մոլորեցնենք, չմոլորեցնենք հասարակությանը։ Իմպիչմենտի գործընթացը Գեղամը ուզում է, անին չի ուզում, կամ անին ուզում է, Գեղամը չի ուզում։ Չէ, պարզ հաշվարկ կար, որովհետև այսօր այս իշխանությունը իր բոլոր մեթոդներով կարողացել ստեղծել այն համակարգը, որ որևէ մեկը ԿՊԻ-ում առանձին որ խոսած ինչ կասես կասել, ինչ ասես կասել, բայց մեկը չի համարձակում ծպտուն անի, որովհետև գիտի որ վաղը արժանանալու է հովի խաղազարանի ճակատագրի։ Պարոն Մանուկյան, նայեք, 2021 թվականին նորից ընդդիմությունը այո խոստացավ, որ գնում է ազգային ժողով Նիկոլ Փաշինյանին հանելու, չհանեց։ Որևիցե օրենսդրական նախաձեռնություն բնականաբար ընդդիմությունը չէր կարող առաջ տանել ազգային ժողովում, որովհետև բավարար չէին, հա, ձայները։ Չէր կարող խանգարել ԿՊԻ-ին ընդունած օրենսդրական նախաձեռնություններին։ Փաստացի ընդդիմության ազգային ժողովում լինելու իմաստը կարող է չէ քաղաքացին հարցնել. հարգելի падգամավորներ, գնացել եք ազգային ժողովում, ինչ եք անում։ Ինչի եք գնացել, որ չեք կարողանում ոչ Նիկոլ Փաշինյանին հեռացնեք, ոչ իմպիչմենտ անեք, ոչ Արգելյանի, ես խոսում եմ քաղաքականացված մարդու հետ։
Այո, ես խոսում եմ քաղաքականացած մարդու հետ եւ ուզում եմ քաղաքական զրույց լինի։ Ես ուզում եմ նաև հասկանան մարդիկ, ովքեր որ այս հարցերը ունեն։ Այսինքն սովորական քաղաքացին, ով նայում է եւ 2026 թվականին գնալու է նորից ընտրելու է, եւ ինքը պետք է հասկանա ով է իրեն խաբել։ Նիկոլ Փաշինյանը խաբել է, օքեյ, ընդդիմությունը խաբել է, եթե խաբել է, ինչու է խաբել։ Եթե չի խաբել, ապա ինչպես չի խաբել։ Որովհետեւ այս 4 տարիների ընթացքում ազգային ժողովի բոլոր լծակները ընդդիմությունը օգտագործել է առաջին հերթին, որովհետև քաղաքական, գաղափարական, քարոզչական նաև այս իշխանության դեմ պայքարի հարց կա, որովհետև 21 թվականին հանրային ընկալումը Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության սպիտակ թևերով, այսպես առօրյան գիշեր ժողովրդի մասին մտածող այս մարդկան ջեբ 2 կոպեկ փող չկա, սրանք ազնիվ են, այն նրանք էին թալանչի, այս կերպարի 4 տարվա քաղաքական պայքարը եւ այսօր երբ որ խոսում է որ Նիկոլ Փաշինյանի անտի-ռեյտինգը ամենաբարձրն է, այսօր որ խոսում է հասարակության մեջ ահռելի է դժգոհությունը, այսօր որ հասարակության մեջ կա է դիտակցությունը, որ սրանք տվել սարեր ձորերով կիլոմետրերով անցել են նախին կոռուպցիոներներին ու շերեփով են պետական բյուջեն դափում ու բազմաթիվ այլ հարցեր, այս բոլոր հարցերի մեջ հանրային գիտակցության փոփոխությունը նաև այդ քաղաքական պայքարի արդյունքն է։ Եվ ասեմ խորհրդարանը 21 թվականից այնպես չի եղել որ 21 թվականի ընտրությունների արձանագրած Գեղամ Մանուկյանը փողկապը կապել է 4 տարի փողկապով նստել է ազգային ժողովում, ինչպես շատ հաճախ փորձում են շարքել, վայելել է падգամավորի այդ բոլոր Դե հա, ասում են, վայելել է, գնացել են գործուղումների աշխատավարձ են ստացել, պարտիվավճար են ստացել, ձեր մասին չի, առհասարակ դիմադիր падգամավոր։ Այսպես է, էլի, հերթով կարող եմ գալ, որովհետև Գեղամ Մանուկյանը հայտնվել է խորհրդարանում, 3 օր հետո եղել է փողոցում, եւ հայտնի չի, մի օր փողոցում է, մի օր խորհրդարանում, դեռ ավելին ասեմ, դիմադրության շարժման ժամանակ ամիսներով է եղել փողոցում եւ քաղաքական նաեւ բոյկոտ է իրականացրել խորհրդարանում։ Again, այդ ամբողջը սինթեզված է եղել։ Եղել են դեպքեր, որ, չգիտես, փողոցից մտել ես խորհրդարան, մի հատ ամբիոնի ելույթ ես ունեցել, դուրս ես եկել, նորից գնացել ես հրապարակ, որ մեր խորհրդարանական պատմության մեջ նման սինթեզով աշխատող ընդդիմություն իրավիճակ թույլ չի տվել, կան հնարավորություն չի տվել, որ նման Հիմա բայց հստակ ընդդիմությունը խոստացել է չի կատարել սովորական միջին վիճակագրական քաղաքացին, ով քաղաքականացված չի։ Չէ, նայեք։ Ոնց պետք է հասկանա, իրեն խաբել են։ Եկեք ձևակերպումները հստակեցնենք։ Եթե ընդդիմությունը խոստանար, ասեր, այս բաժակը այստեղ կդնեմ, եւ գար, ու այս բաժակը այստեղ չդներ, ամբողջությամբ համաձայն կլինեմ, որ դուք ասեք, որ խոստումնազանց է եղել։ Բայց երբ որ փորձել է երբ որ գերնպատակ ես դնում, որ այս պատը պետք է 5 մետր առաջ բերես, որովհետև մեր ժողովրդի ապագայի հարցում շատ կարևոր է այդ 5 մետր առաջ բերելը, բայց քո բոլոր փորձերը ի վերջո արդյունք տված չլինեն, որ 5 մետր առաջ բերեն, այլ 4 մետր բերեն, տվյալ դեպքում ոչ թե խոստումնազանցությունը, այլ ուղղակի տարբեր պատճառով ինչ կարակ նորից դատապարտեք, բայց որ հնարավորություն չի եղել այդ պատը 5 մետր առաջ բերել։ Իսկ գուցե հնարավորություն չի եղել, որովհետև ընդդիմությունը միշտ ինչ որ ներքին խմորումների, ներքին խժդժությունների մեջ է եղել, այսինքն նույն ընդդիմադիր երկու խմբակցությունների ազգային ժողովում միշտ ինչ որ չկիսած հարցեր են ունեցել։ Չէ, նայեք, այդ քարոզչական հնարքը թողնենք, որովհետև հատկապես փողոցային պայքարի մեջ բան ա եղել։ Այն օրը Դիկը Շարմազանով զգում է իր ջղայնությունը մի արտահայտության հետ կապված ընդդիմության քննադատություններից մեկինի պատասխան կրկով էր գրել, ցավով էր գրել, ասում լավ, ասում տարիներով դաշնակցականներն ու հանրապետականները փողոցից տուն չեն գնացել, հիմա հայտնվել սկսել եք ինչ որ դասեր տալ եւ իրականությունը դա է, նայեք անկեղծ ասեմ, այսինքն այսօրվա ընդդիմությանը, Հայաստան խմբակցությանը, դաշնակցությանը, ինչի մեջ կուզեք մեղադրել, բայց շատ մարդկային պետք է ասեմ,
առավոտ գիշեր մեր կուսակցական ընկերների հետ ժողովներ, հանդիպումներ, բան, շատ հաճախ որ նայում եմ մեր ընկերներին։ Սկսած իմ տղա հետ, իմ ընտանիքի, ու մեր բոլոր դաշնակ, շատ հաճախ որ նայում եմ, գիտեք, ահավոր է, այսինքն աչքերից այդ ֆիզիկական հոգնածությունն է, որովհետև երեք Սրբազանի դատից Գերագույն մարմնի մեր երկու անդամի հետ գալիս են գրասենյակ, մեկ էլ ասում Աշոտ Facebook-ը հիշացրեց, որ 20 թվականի ճիշտ այսօրը մեր տղեկին առաջին անգամ տարել են քաղմաս։ Նոյեմբերի 23-ին ես հացադուլի մեջ էի, նոյեմբերի 23-ին մեր երիտասարդները դիրքերից իջան, գիշերվա ժամը 2-ներ եկան Արամ Մանուկյանի արձանի մոտ, քայլելով եկան Հանրապետության հրապարակին մոտ, ոստիկանները կառավարությունը սկող, որ տեսան զինվորական ֆորմով բան խառնվեցին, ասի տղեկ չեն եկել գրավեն էլի, եկել են ինձ տեսնելու։ Դա նոյեմբերի 24-ն է։ Դեկտեմբերի 11-ին մեր տղաներից տասնյակներով հայտնվեցին առաջին անգամ քաղմասներում ու արդեն 5 տարի էս իրավիճակն է։ Հիմա ոչ թե խղճահարության համար եմ ասում, որտեղ թեյի սեղանի շուրջ եք ուզում մի քիչ ավելի շատ պարզ մարդ կային, բանը տարիներով այդ մարդիկ հանգիստ չեն ունեցել։ Տարիներով, այսինքն լավ ցանկերը որ մեկ նայում է իմ Արփիկ Մինասյանի Այմ ասեմ աղացան գալու այդ էլ կուզարկի համակարգչում կան այս տարիների քաղբանտարկյալների ցանկեր ու իրականում ոնց է Լողոր մի Մհերին Սահակյան իրականում ոնց է եղել ամեն մի գործողությունից հետո մեկ էլ մի հատ ցուցակ էր դիմադրության շարժման հայրենիքի փրկություն շարժման Սրբազան պայքար ու մեկ էլ հայտնում են տասնյակներով բանտերում Առավել եւս պարոն Մանուկյան առավել եւս այսինքն այդքան պայքարներից հետո այդքան ջանքեր գործադրելուց հետո այո հասարակությունն է հոգնած մարդիկ են հոգնած նորից եմ ասում հնարավոր չի եղել է կանտեր պատը 5 մետր բերել բայց դա չի նշանակում որ ես հիմա ձեր հաղորդմանը մասնակցում եմ նպատակ ունենալով ոչ թե այսպես ասեմ, ապագայի քվե, ոչ թե անին շնորհակալ կլինի, որ ես եկել եմ հարցազրույցի կամ հեռուստադիտողը կասի, վայ ինչ լավներ կամ վատներ եղամը, այլ այս պատը այդ 5 մետր առաջ բերելու համար է։ Երբ որ օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյան Ալիև այդ փաստաթղթի նախաստորագրումն էր, գիշերը 12-ի կողմն էր։ Առավոտյան շուտ գրասենյակում հանդիպեցինք, հասկանում ենք, որ մեծ ինֆորմացիոն խաղ է։ Նիկոլ Փաշինյանը ստացել է մի զենք Ադրբեջանի կողմից, որով կարող է փորձել հանրությանը մոլորեցնել թե Ժորժան, վերջ խաղաղությունն եկել է։ Ու մենք մեր համար հստակ էր, որ այդ ինֆորմացիոն տերորի ու մանիպուլյացիայի դեմը պետք է առնես։ Պետք է մանրամասն հատիկ բացատրես այն բոլոր կետերի վտանգները, որը կա։ Եվ իրականում առավոտյան գիշեր խոսելը շատախոսության Իսկ գուցե չի ստացվել նաև որ շատ կան կարծիքներ այդ մասին, որ նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը իրենց դեմքով մասնակցում են այս process-ներին։ Գուցե ի վերջո ժամանակն է, որ ինչ է կարծում, եթե նրանք դուրս գային կստացվեր։ Նայեք, եղել է այս քաղաքական վերջին 5 տարվա մեջ պայքարի փուլ, որ հրապարակում, այսինքն ես հիշում եմ 20 թվականի դեկտեմբեր հայրենիքի փրկության շարժման ժամանակ հանրապետության հրապարակում անդադար հանրավակներ էին։ Հիշում եմ այդ ժամանակ քննադատություն այ դուք ուզուրպացրել եք, սեփականաշնորհել եք հարթակը, նոր մարդիկ եւ այլն, եղավ մի պահ, որ ինքներս պես ասացինք, լավ, եկեք այս հարթակը թողնենք ազատ։ Միգուցե կա նաեւ տրամաբանություն այդ ասացի։ Եվ մեկ էլ եղավ հանրահավաք։ Լավ ուրիշ մարդիկ էին հայտարարել, մեր բոլոր դաշնակցականները, այդ թվում ես որպես շարքային քաղաքացի, գնացել ենք հարթակի տակ, խելոք կանգնել ենք, ձայներս կտրած, լսել ենք միտինգում։ Ընդ որում այդտեղ մեկ էլ սկսին դաշնակցությանը քննադատել, հետո այդ ելույթ ունեցողին ասում, լսի, եթե ես մեգաֆոնը վերցնեի, ասեի դաշնակցականներ, հենց հիմա դուրս է գալիս հանրահավաքի մեջից, ձեր հանրահավաքի կեսը դատարկվի։ Բայց եղել են ամիսներով հրապարակում որևէ զանգվածային գործողություն չի եղել։ Ամիսներով 1 տարուց ավել։ Հայաստան խմբակցությունում ով է որոշումներ կայացնում Ռոբերտ Քոչարյանը։ Ոչ։
Խմբակցությունը չի ենթարկվում Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես։ Խմբակցությունը ենթարկվում է թե չի ենթարկվում Ռոբերտ Հիմա դուք հարց տվեցիք, պատասխանը դեռ չստացած, արդեն եզրակացի չի Ես ենթարկվում։ հարցնում եմ։ Խմբակցությունում կոլեգիալ որոշումներ են կայացվում։ Խմբակցությունում հարցերի քննարկման մեջ կարևոր դերակատարություն է ունենում Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը, բոլոր քաղաքական կարևորագույն հարցերի մեջ, եւ առանց մեր նաեւ համաձայնության որոշումներ չեն կայացվում։ Խմբակցությունում շատ կարևոր դերակատարություն են ունենում ամեն մի падգամավոր, եւ այս հարցում շատ էլ չեմ կարող մտաբերել, որ տեսակետների բախումները շատ մեծ լինեն, բայց ինչ որ հարցերի շուրջ լուրջ տեսակետների բախում է լինում, բայց մոտավորապես մեխանիզմը ասեմ այսպես, ամեն падգամավոր մի հանձնաժողով, դիցուք ես, մեր արգիշտի Գևորգյանն, Աննա Գրիգորյանը պաշտպանության հանձնաժողովում են։ Երբ որ արդեն քվեարկությունների հարց է, բնականաբար Սերան Օհանյանը ապավինում է մեր երեքի կարծիքին, այսինքն ով ինչպես է դիրքորոշվել հանձնաժողովներում եւ այս առումով ես դες ասեմ, այս որպես էլի այն օրը ազգային ժողովում ելույթ եմ ունենում 80 պետ 87 թվերից գալիս եմ որպես դրանց բացատրեմ Արցախյան շարժումը, հետո իրաց պատգամավորներից մեկը պարոն մազերդ ներկում է, չու գիշեր, բայց չէ սրանք որտեղ այսքան տարիքի բերումով եմ ասում, այս 30 տարվա Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ ընդդիմություն, որևէ ընդդիմադիր խմբակցություն, որ առաջին օրվանից մինչև վերջին օրը ունենա այս ամրությունը, ունենա այս կուռ կառուցվածքը եւ այդ падգամավորների միասնական պայքարով ամենածանր փուլը խորհրդարանում նաեւ հարցուպատասխանն է։ Բայց նայեք ասում են, որ այդ հարցուպատասխանից դուրս նույն ընդդիմադիր падգամավորները շատ ջերմ հարաբերությունների մեջ են քաղաքականների հետ, նման խոսակցություններ կան։ Կան նման բան։ Չէ, լավ է։ Չէ։ Նայեք, շփում չկա։ Տեսեք, չէ, ինքը ահա որ ծանր բանն է, նայեք, լրիվ մենք ուրիշ իրավիճակում ենք։ Նախկին տարիներին գործողումներ են եղել, համաժողովներ են գնալ, գալ եւ այլն, ընդդիմադիր իշխանական դրա համար օրինակ Նիկոլ Փաշինյանը երբեմն Արմեն Աշոտյանի մյուս իշխանական падգամավորների լուսանկարներ են հրապարակում, բայց լրիվ ուրիշ է եղել իրավիճակը։ Հիմա լրիվ ուրիշ իրավիճակ կա, մենք լրիվ ուրիշ Հայաստանում ենք ապրում։ Մենք այլևս այդ ջերբաժանը այնպիսի վիհ է, որ չգիտեմ, երկիր մոլորակը մինչև վերջ, որ դանակով կտրես այդ վիհը, որ առաջանալու է, ավելի կարճ է լինելու վստահ եմ, քան այն վիհը, որը կա։ 2026 թվականին մասնակցել։ Ինչ վերաբերում է գործողումներին, նայեք, այդ շատ են ասում գործողում։ Դիցուք ես միակ պատվիրակությունը, որ այսպես է, երկու պատվիրակության մեջ եմ։ Սերծովյան տնտեսական ավազանի երկրների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի մեջ եմ, որի պատվիրակությունը հայկական ընդդիմությունից է ու իշխանությունից։ Դիցուք մի քանի օր առաջ Սոֆիայում էր համաժողով։ Այսինքն եթե պետք է գնաս, բնականաբար տոմսեր, որ առնում են, այդ ԿՊ падգամավորների հետ ես գնում, բայց դա այդ գործողում, որ ասում են, դա ոչ հաճույք է, ոչ զվարճանք է, ոչ բան է, որովհետև դա լրիվ ուրիշ, այնպես էլ չի, որ այդ բոլոր թեթև սորի գործողումներին ընդդիմությունը մասնակցում։ Պայմանական այսպես ասեմ, պաշտոնապես Հայաստան խմբակցությունը Ալի Սիմոնյանին դիմում գրություն ուղարկե, որ քո այդ պատվիրակություններով մենք չեն գալիս, ախպեր։ Ալի Սիմոնյանին հիշատակեցիք, պարոն Մանուկյան, չեմ կարող չհարցնել։ Ինչու է ընդդիմությունը թույլ տալիս, որ ազգային ժողովում իր հետ այդպես խոսեն։ Բազմաթիվ դրվագներ ենք, հա, մենք տեսել այդ մասին եւ քննադատվել է։ Դե հիմա նույն ձևով էլ իրանք կարող են ասել, ինչու են թույլ տալիս, որ Գեգամ Մանուկյանը դեր հետ այդպես խոսի։ Ում հետ։ Այդ ամբիոն, ԿՊ-ի հետ կամ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ ամբիոնը, այսինքն կապված մարդու կրեդոներից ու պահվածքից էլի, ու պորոտախոսության չափից, որովհետև միշտ պորոտախոսության արդյունքում հետո հանդիպում ես դառը իրականության հետ, որ շատ դժվար է լինելու։ Դե իրենք իշխանությունն են, իրենք իշխանական դիրքերից ոնց ուզում են այդպես էլ խոսում են փաստացի։ 2026 թվականին մասնակցելու է Դաշնակցությունը ընտրություններին։ Չեմ կարող ասել։
Նման որոշում չկա դեռ։ Ես պարշարքային դաշնակցական եմ, լավ, Գերագույն մարմնի անդամ եմ։ Մեր մոտ որոշումները մեր ժողովներն են կայացնում։ Այսինքն մի քանի ամիս է մնացել, դեռ չգիտեք մասնակցել։ Դրա մասին ասել ենք, որ առաջիկայում Գերագույն ժողովը դիրքորոշում կհայտնի, որի մասին կբարձրաձայնի։ Ըստ ձեզ Ռոբերտ Քոչարյանի հետ էլի դաշինքով, թե առանձին, չգիտեք։ Չեք պատկերացնում ախր դաշնակցություն։ Դաշնակցություն մարդու կուսակցություն չի, որ այսօր ես դերետ նստած մտքից ծարով ասեմ, ասեմ լավ մասնակցություն։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հնարանը չի դաշնակցությունը։ Որպեսզի հասկանաք դաշնակցության այդ ամբողջ հզորությունը։ Ես հասկանում եմ, ես ուզում եմ մարդիկ հասկանան։ Հիմա, քանի որ ըստ օրենքների նաև Հայաստանի պետք է կուսակցության համագումարը որոշում կայացնի։ Հիմա ամենացածր 10 հոգանոց խմբերի քննարկումներով ընտրվում է որոշումը կայացնում է խումբը։ Խմբից ընտրվում է պատվիրակ։ Պատվիրակը կոմիտեն, օրինակ Քանաքերձեյթունը մի կոմիտե է։ Իրենք այդ պատվիրակները քննարկում են, ընտրում են պատվիրակներ, գալիս է Երևանի ժողով, իրենք էլ քննարկում են, ընտրում են պատվիրակներ, որը Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ այլ մարզերի պատվիրակների հետ մյուս տարվա սկզբին կայացնում են որոշում, որը արդեն համարվում է դաշնակցության որոշում։ Այսինքն հնարավոր է ընտրություններից մի ամիս առաջ հազիվ կայացվի այդ որոշումը։ Ինչպես։ Ընտրություններից մի ամիս առաջ։ Չէ, հանգիստ եղեք, դրա համար մենք պատասխանատու ենք մեր կուսակցության գործունեության համար, ժամկետները չխախտելով։ Իսկ որպես Գեղամ Մանուկյան, դուք ըստ ձեզ 2026 թվականին ինչ եք առաջարկելու ընտրողներին, այսինքն 2026 թվականին որ գաք ազգային ժողով, ինչ եք անելու։ Նորից Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է լինելու օրակարգում։ Չէ, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանություն։ Կարծում եք։ Հա։ Ինչու։ Ես չգիտեմ էլ որպես ինչ պետք է առաջարկեմ։ Չէ, իրականում գիտեք, երբ որ շատ հաճախ մեզ ասում են ժողովուրդը այլընտրանքային ծրագրերի է սպասում։ Ժողովրդին դու այլընտրանք պետք է ներկայացնես։ Վերջերս մերոնց մեկն ասել ժողովուրդ ասեց 21 թվականի մեր նախընտրական ծրագիրը 365 օրը որ հենց հիմա հրապարակես այլընտրանքային ծրագիր է, որովհետև այդ ծրագրի մեջ բոլոր ոլորտներով հստակ նախանշված է ինչ պետք է արվի այս իրավիճակում բեկում մտցնելու համար։ Եվ հիմա էլ է այժմեական, բայց կա մի մեծ բան։ Հիմա շատ հաճախ այս հեզասա աշխատանքում դժվար է այլընտրանք ներկայացնել, որովհետև այդ այլընտրանքը միշտ բախում, դիցուկ մի հատ փոքր օրինակի վրա ասեմ։ Երկու օր առաջ Արցախի ազգային ժողովը լսումներ է կազմակերպել վերադարձի իրավունքի շուրջ։ Եվ այդ առումով հսկայածավալ աշխատանք է միջազգային հարթակներում անում։ Եվ Արցախի ղեկավարության կողմից հանձնախումբ ունեն, եւ Դաշնակցության կողմից մեր Հայդատի հանձնախմբեր եւ այլն։ 24 թվականի սեպտեմբերի 2-ին Դաշնակցությունը առաջին անգամ մեծ հավաքով բարձրաձայնեց վերադարձի իրավունք։ Եվ այս աշխատանքը հնարավոր է իրականացնել, եւ չեմ ասում մի օրվա մեջ այդ վերադարձի իրավունքը ամրագրվելու հնարավորություն ունի, բայց աշխատանք է, որը պետք է արվի։ Նույն զուգահեռ օրը Բերլինում Նիկոլ Փաշինյանն ասում է Ադրբեջանին հիմարագույն մի առաջարկ, որ եկեք դուք հրաժարվեք Արևմտյան Ադրբեջան տերմինից, ադրբեջանցիների ներգաղթից Հայաստան, մենք էլ հրաժարվենք Արցախի վերադարձից։ Այսինքն մենք տվյալ դեպքում դրա համար եմ ասում լրիվ տարբեր իրականություններ են Հայաստանում։ Բացառում եք, որ Նիկոլ Փաշինյանը կարգելի դաշնակցությանը որպես կուսակցություն, դաշնակցության գործունեությունը Հայաստանում։ Չէ, ինչ չի կարող լինել։ Թե չեք։ Հարգելի անի, երբ որ ԱԱԾ մեկուսարանում տեսնում ես սրբազաններ մի խցի մեջ, դրանից հետո ինչ բացառես այս երկրում։ Ոչ մի բան բացառելիք չի։ Այս իշխանությունը մինչև վերջ իշխանություն պահելու համար դիմելու է բոլոր գործողություններին։ Մեզ ուղղակի կամք է պետք, միասնականություն, ներ ու ամրություն այդ ամեն ինչը դիմագրավելու համար, որ ունենք։ Դիմագրավելու թե փոխելու։ Դիմագրավելու առաջին հերթին, որը ենթադրում է նաև փոխել։ Հույս կա ամեն դեպքում։ Բայց ինչի եմ ապրում։ Մարդ առանց պայքարի մեռած է, ասում է Ռուբեն Տեր-Մինասյանը, դաշնակցական հայտնի գործի։ Այս լավ խոսքերով էլ ավարտենք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերին։
Հիշեցնեմ նաև, որ Analytic Talk հաղորդման հովանավորներն են Գրեփերի սրճարանը եւ FINAP հաշվապահական ընկերությունը։ Բաժանորդագրվեք անպայման մեր YouTube-յան էջին, մեկնաբանություններ գրեք, լայքեք, գրեք նաև թե ում եք ուզում տեսնել որպես հյուր, ինչ թեմաներ եք ուզում որ քննարկվեն։ Նաև բաժանորդագրվեք մեր Patreon համակարգին, դարձեք մեր Patreon-ը, աջակցեք Analytic Talk հաղորդմանը, կարող եք նաև մեզ օգնել Donation Alerts համակարգի միջոցով։ Գովազների համար զանգահարեք նշված հեռախոսահամարին, լավ մնացեք, կհանդիպենք, ցտեսություն։